Կարիբյան ավազանում սպանվել է ավելի քան 80 նարկոտերորիստ։ Հայտնում է Պենտագոնի մամուլի քարտուղարը։ Ամերիկայի պատերազմի նախարարությունը նշում է, որ Վենեսուելայի և Կոլումբիայի ափերի մոտ նոյեմբերին սկսված հարավային նիզակ գործողության ընթացքում թմրանյութերով բեռնված յուրաքանչյուր նավ ոչնչացնելով իրենք փրկել են 25,000 ամերիկացու կյանք։ Այդ ահաբեկչական կազմակերպություններին յուրաքանչյուր հարված ձեռնարկվում է ԱՄՆ ազգային շահերի և հայրենիքի պաշտպանության համար։ Տարածաշրջանում մեր գործողություններն օրինական են, ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ միջազգային իրավունքով։ Միացյալ Նահանգներ թմրանյութեր ներմուծելու մեղադրանքով Սպիտակ տան առաջնորդը մեծացրել է ճնշումը Վենեսուելայի վրա։ Թրամփի խոսքով ծանր թմրամիջոցների առյուծի բաժինն իր երկիր է մտնում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ծրագրով։ Վենեսուելայի առաջնորդը հերքում է Վաշինգտոնի մեղադրանքները։ Մադուրոն պնդում է, որ թմրանյութերի դեմ պայքարը պատրվակ է իրեն պաշտոնանկ անելու և Վենեսուելայի նավթի հսկայական պաշարներին տիրանալու համար։ Վաշինգտոն-Կարակաս հարաբերությունների խիստ լարված պայմաններում Միացյալ Նահանգների դաշնային դատարանը որոշել է թույլատրել Վենեսուելայի պետական նավթային ընկերության դուստր ձեռնարկություններից Սիդգո նավթային ընկերության հարկադիր վաճառքը։ Միացյալ Նահանգներում ընկերության կուտակած միլիարդավոր դոլարների պարտքերը մարելու համար։ Ամերիկյան դատարանի այս որոշումը Վենեսուելայի խորհրդարանում խարդախ ու թշնամական քայլ են համարում։ Այս դեպքը ցավալիորեն և հստակ ապացուցում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտասահմանյան ներդրումները ոչ հարգվում են, ոչ էլ երաշխավորվում, ու ցանկացած պահի կարող են անօրինական յուրացումների ենթարկվել խարդախություններով։ Վենեսուելան համապատասխան օրենքներ ունի թալանը դադարեցնելու, հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։ Վենեսուելայի ժողովուրդը պատմական դաս կտա նրանց, ովքեր համարձակվել են հանձնել և գողանալ բոլորի ժառանգությունը։ Թմրանյութերի դեմ պայքարի Թրամփի վերջին հայտարարությունները, թե Միացյալ Նահանգները կարող է ոչ միայն ջրում, այլև ցամաքում, այլ երկրների տարածքում հարվածել նարկոբիզնեսով զբաղվողներին, սրել է նաև Վաշինգտոն-Բոգոտա հարաբերությունները։ Ցամաքային տարածք ռմբակոծելու Թրամփի գաղափարը Կոլումբիայի խորհրդարանում մտահոգիչ, ագրեսիվ պահվածք են որակել։ Նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն սպառնում է ներխուժել Վենեսուելա, այլև ասում է, որ հնարավոր է ռմբակոծվի Կոլումբիայի տարածքը։ Սա վտանգավոր, վիրավորական ու մտահոգիչ է։ Նա նաև սպառնացել է ժողովրդավարական ճանապարհով ընտրված Կոլումբիայի նախագահին։ Հարավային Ամերիկայում քաղաքական որոշ փորձագետներ պնդում են, որ թմրանյութերի դեմ պայքարի անվան տակ Թրամփն իրականում պատերազմ է հայտարարել այդ երկրների օրենքով ընտրված առաջնորդներին, նրանց արևմուտքի համար ընդունելի ղեկավարներով փոխարինելու համար։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։